Բարև բոլորին։ Հույսով եմ ամեն ինչ լավ է ձեզ մոտ։ Ես եկել եմ IKEA, այսօր շատ քամոտ եւ ցուրտ եղանակ է։ Փոքրիկներից թողեցի եւ հիմա քայլում եմ դեպի IKEA։ Ձեր խորհրդով օգտատերից մեկը խորհուրդ էր տվել բազմոցը նայեմ նաեւ այստեղ։ Եկել եմ եւ բազմոցը նայեմ եւ տարբեր տեսակի մանր իրեր ունեմ գնելու խոհանոցի դասավորման եւ ընդհանուր կազմակերպման համար։ Գնանք միասին ընկերներ։ Ամբողջ էստեղ արդեն նոր տարվա զարդարանքները։ Ինչ ցուրտ է, չեք պատկերացնում այսօր։ Բայց իհարկե ինչպես միշտ առաջինը ես գնում եմ սուրճ խմելու։ Գոնե մի քիչ կտաքանամ, մի քիչ ուշքի կգամ եւ նոր կշարունակեմ իմ զբոսանքը այստեղ։ Տեսնեմ այս անգամ ինչեր եմ գտնելու ընկերներ ջան։ Ես արդեն իմ կապուչինոն վերցրեցի։ Իդեպ IKEA-ում ավելի էժան է, արժի 1 եվրո 20 ցենտ։ Ուրիշ տեղերում 1.50 է կամ 2 է։ Շատ քիչ մարդ կա, շատ եմ սիրում ստեղ գալ, երբ որ շատ քիչ մարդ է եւ սիրում եմ այս տեսարանը, սարերը, այնտեղ օդանավակայանն է, որը իդեպ արդեն խոսում են նրա մասին, որ կսկսեն կառուցել նորը, որտեղ սա շատ փոքր է Ֆլորենցիայի համար եւ туриզմի քանակի եւ կառուցելու են նոր օդանավակայան ավելի մեծ, որ կարողանա սպասարկի այս տուրիստական քանակությունը, այնպես որ հույսով ենք կունենանք նոր օդանավակայան նաեւ։ Ես իմ սուրճը խմեմ եւ շարունակեմ փնտրտուքներս ընկերներ։ Գնամ զամբյուղ վերցնեմ եւ սկսեմ փնտրտուքներ։ Բազմոց համար 1, շատ ցածր է։ Տեսնենք ինչ հետաքրքիր բաներ կան ընկերներ։ Մի հատ սրանից կվերցնեմ, տես այնքան հարմար բան է։ Շատ հարմար բան է, ես ձեզ ասեմ, որովհետև դուք հանգիստ կարողանում եք ձեր խոհանոցը կազմակերպել։ Շարունակենք, տեսնենք ինչեր կա։ Փոխել են այս սեղանն այստեղ դրել։ Ես այն սեղանն է, որ ես սկզբից է ուզում առնեի։ Եվ ես ձեզ մի բան ասեմ, մեր սեղանը շատ գեղեցիկ է, շատ հարմար է, որ բացվում է, բայց ես իմ համար մի բան եմ հասկացել, որ ճաշասեղանի համար 1 մետրը պարտադիր է։ 90-ը, 95-ը նույնիսկ քիչ է ժողովուրդ։ 1 մետր պետք է լինի, որ այս հատվածը մնա ազատ, որ դուք կարողանաք այդտեղ տեղավորել ուտելիքները։ Այդ պարտադիր է ժողովուրդ։ Եվս մեկ բազմոց։ Հեսա գնամ բազմոցների հատվածը և տեսնեմ այնտեղ ինչ կա։ Տեսնենք ինչեր կա։ Այսինքն մի բան եմ ուզում դնեմ մահճակալի առջև, love seat, որտեղ բավականին տեղ ունեմ, սա արժի 229 եվրո։ Ինչ չափերը տեսնեմ, չեմ հասկանում, 112-ը 40-ի բարձրությունն է, 48-ը այս խորությունն է, և գույնով նույն գույնն է, ինչ որ իմ մահճակալը։ Այսինքն հետաքրքիր է բացվում է, չի բացվում։ Այսինքն բան եմ ուզում, որովհետև շատ հարմար է, երբ որ
Պահարանից հագուստը հանում ես եւ ոչ թե դնում ես մահճակալի վրա, կամ ուղղակի նույնիսկ հագնվելուց, հա, ոչ թե մահճակալի վրա ես դնում, այ դնես ինչ որ այսպես մի աթոռի վրա։ Սա ինչ է, ժողովուրդ։ Էս ինչ է։ Detergente per pelle։ Հա, մաքրող նյութ, հա։ Սա ինչ է։ Բալզամ։ Մազերի համար, հա, ինչ որ երևի կաշվի, կտորի, այս մաքրման համար է, գիտեք։ Հա, այս լավն էր։ Այս կարելի է հիշել եւ գնել։ Ընկերներ։ Գնամ բազմոցները նայեմ ավելի մանրամասն։ Տեսնեմ ստեղ ինչ բազմոցներ կան եւ 400 եվրո, 500 եվրո թանկ չեն ընդհանրապես, բայց ինձ պետքա որ ինքը բացվի, դառնա մահճակալ։ Ինչ լավն է այս կապույտը։ Այս կանաչն էլ ասիրում, ես չգիտեմ ինչ չափի է։ Հələ նայեմ։ Ընկերներ, տեսնենք սա ինչ չափի է։ 749 եվրո արժե, 280-ը 163-ի, բայց սա մահճակալ չի, բայց շատ լավ չափ է։ Ասեմ ձեզ, շատ լավ էլ գին է, այս բացվում է։ Ուй, չէ, նույնիսկ կոնտենիտոր չունի դերսում, ոչինչ չունի։ Ընկերներ ջան, ոչինչ չունի։ Ինչ լավն է այս, չէ։ Ծաղիկների համար, ինչ-որ դեկորների համար, ինձ հիմա գեղեցիկ է, չէ, ժողովուրդ ինչ եք կարծում։ Լավն էր։ Դրան հələ կանրադառնամ, մի հատ եկեք բազմոցը հասկանամ։ Այս սպիտակը ինչ է։ 899։ Եկեք նայենք ինչ չափի է։ Չեմ հասկանում։ Միայն գրած է, որ 3 տեղ է։ Բայց ոնց ես հասկանում ինչ երկարությանն է։ Կարող ես ասենց կտորներ է, դու ինքդ կարող ես ավելացնես։ Չեմ հասկանում։ Չափեր չկա։ Ինչ հետաքրքիր է։ Հեսա մի հատ էլ անկյունային ստեղ կա։ Սա ինչ արժի։ Կիվիկ 499 եվրո արժի այս բազմոցը։ Վատը չի։ Գլուխն էլ է ծալվում, բացվում։ Սրանից պետք է գնեմ, լավ հիշեցի։ Ինձ թվում է ովքեր որ տունը կենթանի ունեն, հատկապես կատու, ինձ կհասկանան։ Տեսնենք ինչ կա։ Անկյունային շատ քիչ է, ժողովուրդ ջան։ Համարյա թե չկա, մի քանի հատ են, են էլ սովորական չափի են, որևէ մեծ չափ չունեն։ 960 եվրո, 1.90-ը 160, շատ փոքր է։ Շարունակենք նայել։ Տեսնենք այստեղ ինչեր են։ Սա երևի մոդուլային է, հա, դու ինքդ ավելացնում ես, հա։ Ինչքան ուզում ես ավելացնում ես, մեկ մոդուլ արժի 429։ Տեսնենք ստեղ ինչ կա։ Մի հատ մոդել ես տեսել եմ սայտում, 1800 եվրո, IKEA-ի համար շատ թանկ է, բայց ինքը չկա։ Ոչ կարելի է պատվիրել, ոչ էլ ինքը իրականում կա։ Այս էլ օրինակ սա մահճակալ է, բայց ինքը փոքր է, ինքը շատ փոքր է։ Ինձ համար շատ փոքր է։ Շատ փոքր է ժորդ։ Այս նույնն է ինչ որ ես ունեմ։ Ոչ մի հարց չեմ լուծի սրանով, ցավոք սրտի։ Այս ինչ է, այս մոխրագույնը, սա ինչ որ մեծ է թվում, հա։ Ոնց որ թե, հələ տեսնի։ Այսը 1849, այսը սորվալեն 285-ը 1.94-ի։
Գին այսպես է գոյանում, տարբեր էլեմենտներ, որ ավելանում է։ Այս սա է, հələ եկեք նստենք, տեսնենք լավն է։ Հապուկ է թե ոչ։ Նույնիսկ սենց բաներ կարող ես ավելացնել, նայեք։ Գլուխներն է սենց հա լինում, տեսեք։ Կարելի է սենց բարձրացնել, իջացնել, բայց առանձին է վաճառվում։ Այս բարձր առանձին է վաճառվում։ Հələ եկեք տեսնենք։ Վատը չի, բայց մի քիչ շատ է սենց մեջը ընկնում։ Ես մի քիչ սիրում եմ, որ ձիվանը ավելի չոր է, որ սենց չընկնես մեջը, մի քիչ ավելի հարմար լինի, բայց չափով էս ամենահարմարը։ Սա երևի, այո, սա կոնտեյներ է, սա բացվում է ներքևից, ամեն դեպքում սա տարբերակ համար 1 ժողովուրդ ջան, տեսնենք, այս 1, եթե չեմ սխալվում, կարելի է նույնիսկ այս վրայի կտորը փոխել, ընտրել բեժ, ընտրել տարբեր բաներ, սա որպես տարբերակ, այս 1 տարբերակ ժողովուրդ ջան, չափը լավն է էլի, բավականին մեծ է, բավականին լայն է, չնայած այս գույնն էլ վատը չի, հələ պետք է երևի մի հատ սրա մասին մտածել ժողովուրդ, այս վատը չէր, այս 1, շարունակենք, տեսնենք ինչեր կա հետաքրքիր այստեղ, գնենք, իմ համար IKEA գալը մի հատ սենց ինչ-որ հանգստություն է, ես չեմ կարող ձեզ բացատրեմ, բայց երբ որ ես գալիս եմ այստեղ, ես մի տեսակ աշխարհից կտրվում եմ, հայտնվում եմ ինչ-որ հանգիստ միջավայրում, գալիս են բազմաթիվ մտքեր, ոնց կարելի է դասավորել սեղանը, ոնց կարելի է ընդհանրապես կազմակերպել կյանքը, հետաքրքիր է, ձեզ կարող եմ ասել, բավական հետաքրքիր է, բազմոց գտա, հələ եկեք նայենք էս ինչ է, ինքը մահճակալ չի, սովորական բազմոց է ժողովուրդ, 1340 եվրո արժի, բայց ինքը ոչ բացվում է, ոչ փակվում է, բայց պատի չի, սա այսպես է բացվում, բավական մեծ դարակները, սա ուզում եմ գիտեք ինչ անեմ, սրա ուրիշ գույնը վերցնեմ և ինձ համար ստեղծեմ ոնց որ dressing table, այսինքն հարդարման, սենց սեղանիկ ստեղծեմ, որը կշարունակվի իմ պահարանից, այսենց օդում կախված, ինչ եք կարծում, սա վատ չի լինի, փայտային գույնով, կարելի է սա դնել, շարունակենք, տեսնենք այստեղ ինչեր կա, այստեղ արդեն զարդարած է որպես նոր տարի, սուրբ ծնունդ, տեսնենք այստեղ ինչ կա, ինչ լավն է, սա սպիտակը հաստատ գնում է մեր տուն, արդեն իրանք անհամբեր սպասում են ձմեռ պապիկը իրանց բերի այս խոհանոցը, որ իրանք սկսեն պատրաստել, ես երեխայի սենյակը աղջիկ, լավն է, մենք այստեղ ինչեր կա, տեսնենք, հետաքրքիր ինչեր կա, բայց ինչ հետաքրքիր է, չէ, այս խանութը, ու միտքն է, չէ, ստեղծել այս խանութը, որ մի խանութ է, որում կա ամեն ինչ, քո փոխարեն արդեն մտածված է, նույնիսկ իրերը, որոնք այստեղ էքսպոզիցիա են արված, հա, պահարանում, դա էլ է քո փոխարեն մտածված, ամեն ինչ մտածված է, իհարկե ես ձեզ ասեմ, շատ խելոք մարդ պետք է լինի, որ կարողանա այսպիսի հզոր բրենդ ստեղծի, որ տարիներ շարունակ, այսինքն հոյակապ աշխատի եւ շարունակաբար գրավի նոր մարդկանց։ Իսկապես մարքեթինգը այստեղ ենթադրում եմ, որ շատ լավ, բարձր
Մակարդակիա կատարված ընկերներ։ Իսկապես։ Scusami, posso passare? Grazie. Տեսնենք այստեղ ինչ կա։ Ինչ հետաքրքիր բաներ կա ժողովուրդ։ Ես գալիս եմ այստեղ ամեն ինչ ուզում եմ, գիտեք։ Ամեն ինչ։ Սկսած կոնտեյներներից, այս խոհանոցի, որոնք շատ հարմար են, վերջացած կահույքով, ես այստեղ ամեն ինչ ուզում եմ գնեմ։ Գնում գալիս եմ անդհատելի կանգնում եմ այս սեղանի կողքը։ Ես ինձ թվում վերջը սա գնելու եմ եւ դնեմ նկուղում, որպես ինձ աշխատասենյակ։ Իմ համարկարգչի սեղան, միթինգի սեղան։ Ես արդեն զգում եմ, որ ես նրան կգնեմ։ Միևնույնն է։ Տան համար չեմ գնի, ներքևի համար կգնեմ, բայց կգնեմ, որտեղ ինքը ինչ շատ է դուր գալիս, ու ինքը շատ լայն է, կարելի է եւ իմ համակարգիչ դնել եւ ամուսնուս, մեր թղթերը, գծագրերը, բազմաթիվ, ինձ թվում է շատ լավ կլինի, որպես նույնիսկ աշխատանքային սեղան, այլ ոչ թե ճաշասեղան, այնպես որ սա ես կառնեմ։ Շարունակենք մեր զբոսանքը։ Ժողովուրդ, մի հատ նայեք այս խոհանոցը ինչ գեղեցիկ են մտածել, այսինքն ապակու դռներ են դրել եւ ամբողջ այս խոհանոցային իրերը թաքցրել են մեջը եւ այսինքն դու իրան կարող ես բացես, փակես, ինքը սենց ամբողջը տեսքի է, այսինքն դու լրիվ տեսնում ես մեջը ինչ կա ու պատկերացեք, ձեզ ասեմ, շատ էլեգանտ բան է, շատ լավ մտածված է, դուրս շատ եկավ սա։ Եվ ինքը խոհանոցն էլ, այս մեր աթոռներն են, եւ ինքը խոհանոցն էլ պատկերացրեք շատ թեթև է նայվում, որովհետեւ այս վերևի հատվածը չկա։ Հոյակապ է։ Ես ձեզ ասեմ, շատ հետաքրքիր լուծում է այս ապակին։ Ու շատ եմ տեսել նոր այս հետաքրքիր խոհանոցների մեջ շատ են անում այդ ապակին։ Իսկապես շատ են օգտագործում այդ այն սենյակի գաղափարը։ Գիտեք ինչ եմ ուզում առնեմ, բայց այսօր ես չեմ կարող, ուղղակի իրան տանեմ, սա։ Որոշել եմ մի հատ այս ինդուկցիոն, այս մի տեղանոց գազօջախ ասեմ, ինչ ասեմ, սա առնեմ, այս ինդուկցիոնը, որովհետև ինձ շատ հարմար է լինում մեկ-մեկ պատրաստել կղզյակի վրա, ոչ թե պտտվել եւ պատրաստել այնտեղ։ Եվ մի բան եմ նկատել ու շատ տխրել եմ, չգիտեմ, ես եմ ինչ-որ բան սխալ արել, թե ինչից է, չգիտեմ, բայց նկատել եմ այս իմ նոր ինդուկցիոն գազօջախի վրա խազեր, այս ապակու վրա խազեր, նենց տրամադրությունս ընկավ, չեք պատկերացնում, որտեղ ես շատ ուշադիր մարդ եմ եւ երբեք չեմ ինչ-որ կոպիտ բաներ անեմ կամ ինչ-որ քցեմ մի բան, տենց բաներ չեմ անում։ Եվ երբ որ տեսա դա, մի տեսական այս տրամադրությունս ընկավ ժողովուրդ, ոնց որ մի 2 ամիս օգտագործես ու գտնես տենց վիճակում, չգիտեմ, ինձ եմ մեղադրում, ասեմ կարող է ինչ-որ լավ չեմ օգտագործել, չգիտեմ, բայց տրամադրությունս ահա որ ընկավ, ահա որ ժողովուրդ, ահա որ։ Լավն է այս կոնտեյները, չէ, ինչ արժի։ 4.95 սառնարանի կոնտեյներ է, ես գնել եմ այն պուճուրները եւ շատ փոշմանել եմ, սխալ եմ արել, պետք էր այսպես մեծը գնել, ինչի գնեցի այդ փոքրները ես էլ չհասկացա, որտեղ բան չի տեղավորվում։ Շարունակենք։
Հարգելի հետևորդներ, ես արդեն վերադարձա IKEA-ից։ Հիմա ձեզ ցույց կտամ ինչեր եմ գնել։ Ահագին բան եմ գնել։ Գնանք։ Առաջինը։ Կրկին գնեցի այս դարակը իր ոտքերով, շատ հարմար է, բարձր դարակները կիսելու, տեղավորելու համար կհավաքենք այսուհետ իրար հետ։ Գնեցի երկու ձմեռային, ամառային այսպիսի հագուստը պահելու այսպիսի կտորից տարաներ, որպեսզի տեղավորեմ ձմեռային եւ ամառային հագուստը։ Շատ դուրս եկավ այս սարքը, որպեսզի տեղավորեք խմիչքներ եւ տեղավորեք սառնարանում եւ ամեն մեկը մեկի հետևից բրթելով գալիս է առաջ։ Հիմա կբացենք իրար հետ։ Գնեցի եւս այս խոհանոցի այս կտոր, այսպես ասենք, բայց պլաստիկի նման։ Ամբողջը տեղավորում եք դարակի ներքևի հատվածում, այսպիսով դարակը մնում է մաքուր, այսպես կոկիկ եւ շատ հեշտ է հետո խնամել եւ մաքրել, կարող եք կտրտել։ Հետո ցույց կտամ ինչքան եմ վճարել։ Վերցրել եմ այսպիսի տարա լվացարանի տակի դռանը կպցնելու համար, որպեսզի տարբեր տեսակի սպունգեր, այնպիսի բաներ, որ չեմ ուզում երևա այս վերևի հատվածում, դնեմ սրա մեջ։ Վերցրել եմ այսպիսի գեղեցիկ տարա, որպեսզի ծաղիկներս դնեմ սանհանգույցում։ Սա վերցրել եմ, որպեսզի դռան պահարանները այս ամրակներն են, որոնք պարտասեր են ինձ մոտ։ Վերցրել եմ այնուհետ այսպիսի փոքր ձեռքի սրբիչներ, որովհետև երբ որ գալիս են հյուրեր, ես այդքան էլ չեմ սիրում, որ իրանք օգտվեն, այսպես ասեմ, մեր սրբիչներից եւ ես դրա համար նախատեսում եմ այսպիսի սրբիչներ, փոքր այսպիսի արգղիկով, մեկ անգամյա օգտագործել, այսինքն մեկ անգամ մաքրեցին ձեռքը, դրեցին մի ուրիշ հատվածում, վերջ սա համարում եմ օգտագործած։ Երբ որ գալիս են հյուրերը, ես սա տեղադրելու եմ բաղնիքում։ Այնուհետև վերցրեցի այսպիսի ծակոտ կենտարա, տարբեր բաների համար կարող եք օգտագործել, ինչպես խոհանոցում, այնպես աշխատասենյակում, ցանկացած վայրում, ես դնելու եմ այստեղ, ուզում եմ մրգերը դնեմ սրա մեջ։ Վերցրել եմ այսպիսի հետաքրքիր բան տեսա, ձեթե, հատուկ ձեթե, որպեսզի այս տախտակները, կտրատման տախտակները, ամեն անգամ ձեթով պատել, որտեղ ժամանակի ընթացքում, եթե թաց ինչ-որ բաներ եք վրան կտրատում, երևի նկատած կլինեք, որ նրանք սկսում են փչանալ։ Իրականում շատ լավ է սա շուշաթղթել եւ պատել ձեթով։ Այսպիսով ձեր տախտակները ձեզ շատ երկար կծառայեն։ Այնուհետև վերցրել եմ ապակու տարա, ես արդեն երկու հացրային ունեմ, սա վերցրեցի երրորդը եւ շատ եմ սիրում այստեղ պահել բոլոր թխված կաբլիտները, չարազեղենը եւ միշտ դնել այսպես բաց, որտեղ շատ գեղեցիկ է ինքը իրենով տարան։ Իմ կարծիքով շատ գեղեցիկ է այստեղ բաց դարակներում դնեմ եւ արդեն երեխաները կամ ով ցանկանում է կարող է մոտենալ վերցնել։ Ամեն ինչ առաջներն է լինում։ Եվ վերջինը ես վերցրեցի սա։ Այս զամբյուղիկը սպիտակ, ինքը մետաղական է եւ ունի այս բռնակը փայտից է, ենթադրում եմ բամբուկից է, բավականին խորն է։ Ես պլանավորում եմ սա օգտագործեմ սոխի, կարտոֆիլի, սխտորի համար, որպեսզի այսպես ինչ-որ գեղեցիկ հատվածում դնեմ իրեն, որովհետև հիմա չունեմ ոչ մի վայր հատուկ իր համար նախատեսված, որ կարողանամ տեղավորեմ ընկերներ ջան։ Այդ իսկ պատճառով վերցրեցի սա։ 3 գույն կար՝ սևը, թե 4 վարդագույն, երկնագույն, եթե չեմ սխալվում, եւ սպիտակ։ Ես վերցրեցի սպիտակ։ Եթե լիներ այս գույնի, իհարկե ես ավելի ուրախ կլինեի, բայց չկար։ Այդպիսով վերցրեցի սպիտակ ընկերն։ Այսքանն էին իմ բոլոր գնումները։ Ես ծախսեցի 75 եվրո 65 ցենտ ընկերներ։ Ինձ թվում է բավականին լավ ծախսեցի, շատ ավելի շատ բաներ էի ուզում գնել, ուղղակի արդեն ժամանակս չէր ներում պտտվել, ենթադրում եմ, որ ես այնտեղ կրկին կգնամ։
Փոքրիկ քայլերով, բայց ես գնում եմ այն ճանապարհով, որ տունը դարձնեմ ավելի հարմարավետ, ավելի գեղեցիկ, յուրաքանչյուր ունենա իր տեղը, որպեսզի ինձ ավելի հեշտ լինի տունը պահել կոկիկ, խնամված եւ մաքուր։ Այդ իսկ պատճառով այս գնումները ամեն անգամ ես մտածված անում եմ եւ ամեն անգամ ընտրում եմ նոր իրեր, նոր կազմակերպման տարբեր տեսակի կոնտեյներներ, տարաներ, տարբեր իրեր, որոնք IKEA-ում բազմաթիվ են եւ ոչ միայն IKEA-ում, այլ նաեւ տարբեր խանութներում եւ դանդաղ, բայց վստահ քայլերով գնում եմ նրան, որ տունը լինի շատ կազմակերպված եւ իմ եւ ընտանիքի բոլոր անդամների առօրյան այդպիսով դառնում է շատ ավելի հարմարավետ, հեշտ, քանի որ ամեն ինչ ունի իր տեղը, ամեն ինչ կազմակերպված է, բաժանված է, դասավորված է եւ չեք պատկերացնի ինչքան հաճելի է ամեն անգամ գալ խոհանոց, բացել դարակները, բացել դռները եւ գտնել այս ամեն ինչը մաքուր, գեղեցիկ եւ դասավորված։ Շատ ավելի հեշտ է ընթանում կյանքը այդպիսի պայմաններում, շատ ավելի հեշտ է նույնիսկ խոհանոցում աշխատելը, խոհանոցում որևէ բան պատրաստելը, որովհետեւ ամեն ինչը բացում ես քո առջև է։ Չկա անհարմարություն, որ պետք է վերցնես 5 տարա, որպեսզի այն 6-րդը տակից կարողանաս հանես։ Ամեն ինչը ունի իր տեղը, ընկերներ, հավատացեք, սա բավականին ծախսեր են ամեն անգամ, բայց հավատացեք, սա ձեր կյանքը դարձնում է շատ ավելի հարմարավետ։